Կոալիցիան ձեր գերատեսչությունը իրականացրեց էներգոարդյունաբերության ծրագիրը, որը բավականին ստացված ու հաջողված ծրագիր էր, քաղաքացիները համենայնդեպս բավականին շատ էին օգտվում ու հետաքրքրությունը նրանց այդ ծրագրի նկատմամբ բավականին մեծ էր։ Քաղաքացիներից շատերը նույնիսկ դիմեցին, բայց չկարողացան հասցնել օգտվել այդ ծրագրից։ Հիմա այդ ծրագրի շրջանակում ինչ նորություններ է սպասվում եւ կան գնահատականներ նախկինում ինչ հաջողություններ միջակայքական կազմակերպությունից։ Ես համակարգիչը մի ասացի, ձեզ կոնկրետ թվային տվյալներ ասելու սրա մասով ռենովացիայի ծրագիրը, որը ավարտվել է նախորդ տարվա ամռանը, ընդհանուր շահառուների թիվը կազմել է 34555 շահառու, այսինքն այդքան մարդ, այդքան տնային տնտեսություն օգտվել են ռենովացիայի ծրագրից եւ դա է նաեւ հետևանքը, որ մենք այս պահին ավելի քան 50,000 տնային տնտեսություններում ունենք տեղադրված արևային կայաններ, այսինքն 50,000-ից առնվազն 34555-ը ռենովացիայի ծրագրի արդյունքում են օգտվել։ Շուրջ 83 միլիարդ դրամ է տրամադրված վարկերի ծավալը, որից 2025 թվականի ընթացքում մենք համաֆինանսավորել ենք 7.2 միլիարդ դրամը եւ այդ վարկերի մի մասը 5 տարի ժամկետով է, մի մասը 7 տարի ժամկետով է, այսինքն դեռևս մի քանի տարի մենք իրականացնելու ենք այս ծրագիրը հաստատված վարկերի մասով։ Մյուս հարցին ի պատասխան պիտի ասեմ, որ մենք ծրագրի որոշակի փոփոխություններ ենք պլանավորում եւ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են կուտակիչ կայանների տեղադրման անհրաժեշտությամբ եւ նոր ծրագիրը փորձում են կառուցել այնպես, որ այն կխրախուսի կուտակիչ կայաններով արևային կայանների կառուցումը, ինչը մեզ համար էական է, որովհետեւ շարունակական աճ է արևային կայանների էներգոհամակարգում, ինչը իհարկե հրաշալի ցուցանիշ է, բայց որոշակի ռիսկեր է գեներացնում նաեւ էներգոհամակարգի ընդհանուր կայունացման համար եւ մենք այդ ռիսկերի լուծման մի մասը տեսնում ենք նաև կուտակիչ կայաններ ունենալու մասով, չնայած ոչ միայն, նաև այդ ռիսկը մեղմում է արտանման ծավալների ավելացումը, այդ ռիսկը մեղմում է նաև սպառման ծավալների ավելացումը եւ ես այդ կոնտեքստում կուզեմ շնորհակալություն հայտնել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեր գործընկերներին, կառավարության մեր գործընկերներին, ովքեր արհեստական բանականության սերվերների Հայաստանում տեղակայման շուրջ աշխատանքներ են տանում, որովհետեւ ինչպես գիտեք, այդ սերվերները հսկայական էներգիայի սպառողներ են եւ իրենց գտնվելը Հայաստանի Հանրապետությունում կավելացնի նաեւ մեր էներգասպառումը։ 2026 թվականի ընթացքում մենք արդեն կոնկրետություն կունենանք ծրագրի մասին եւ հրապարակային կհայտարարենք։ Իսկ մինչ հիմա կշարունակվի այն ծրագրի իրականացումը արդեն հաստատված վարկերի մասով, պետությունը կհամաֆինանսավորի այդ վարկերի տոկոսները, այնքան քանի դեռ այդ վարկերը գոյություն ունեն։ Պարոն նախարար, Ռուսաստանի Դաշնությունում բեռնափոխադրողների համար կարծես թե նոր պահանջ է սահմանվել, ըստ որի բեռնատարների վարորդներից պահանջել են միջազգային բեռնափոխադրողի կարգավիճակը հաստատում։ Վարորդները պնդում են, դա պետք է դեն անի, այս հարցը նախարարության օրակարգում կա, քննարկվում է, ներս նրանց տեղեկությունների դուք նաև այս հարցի շուրջ հանդիպում եք ունեցել պարոն Պապոյանի հետ։ Մենք պարոն Պապոյանի հետ բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ ենք ունենում, այդ թվում նաև ձեր նշած օրակարգի շուրջ։ Երբ որ ասացիք աշխատանքային հանդիպում եք ունեցել, ինձ թվաց դրսի գործընկերոջ պիտի ասեք եւ իմ տրամադրությունը այնպեսին էր, որ մերժեի, որտեվ դրսի գործընկերների հետ չենք ունեցել։ Պարոն Պապոյանի հետ շատ հաճախ ենք աշխատանքային տարբեր օրակարգի հարցեր քննարկում։ Այս հարցը եւս եւ ՏԿ-ի եւ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է եւ առավելագույնն ենք անելու աջակցելու մեր բեռնափոխադրողներին իրականացնելու բեռնափոխադրումները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բոլոր ուղղություններով։ ՏԿ-ն է տալու։ ՏԿ-ը գործառույթ ունի բեռնափոխադրումների մասով, մենք մեր գործառույթները իրականացնելու ենք։
կատարություն են, բայց աշխատանքները նույնիսկ շարունակում են տեղի ունենալ ու նրանց հետ հաստատեցի փակում բետոնվում է։ Ով այն կառույցը, որ պետք է վերահսկի այս խնդիրը։ Երկրորդ հարցից երևի անդրադառնամ, ինֆորմացիա չունեմ ձեր ասած կոնկրետ թիրախային ջրանցքի հետ կապված, հասկանալի է նախարարության մասշտաբները եւ համակարգման ոլորտները այնպեսին են, որ երբեմն ոչ բոլոր տեխնիկական հարցերին է հնարավորություն լինում, արդեն հասցրել են չեսեցիք, ջրային պետական կոմիտեի գործընկերները կզբաղվեն եւ բարձաբանում կտան ինչի մասն է խոսքը։ Ես համաձայն չեմ, որ մենք չունենք քարտեզագրում սև կետերի հետ կապված եւ վթարավտանգ հատվածների հետ կապված, ավելին մենք ոչ միայն ունենք, այլև մինչև 2024 թվականը վթարավտանգ հատվածների վերակառուցման տարբեր ծրագրեր են իրականացրել, որոնք շուրջ 100-ի հասնող աշխատանքներ են եղել, հանրապետության տարբեր հատվածներում այդ աշխատանքները նկատելի են եղել եւ մեկ տարվա շահագործումից հետո արված մեր ուսումնասիրության արդյունքում մենք տեսել ենք, որ 70% այդ հատվածներում վթարները եւ մահացությամբ վթարները կրճատված են եղել, այդ թվերը կան եւ այդ թվերը ես նաեւ հրապարակել եմ, դա 2024 թվականին այդ ծրագիրը ավարտվել, հիմա էլ ճանապարհների անվտանգության աուդիտ ենք իրականացնում եւ ավելի մանրամասն կունենանք այդ ինֆորմացիան, բայց այն հատվածներում, որտեղ պարբերաբար խնդիրներ է եղել, մենք այդ հատվածներում սև կետերի ծրագրով մասնավորապես բազմաթիվ փոփոխություններ ենք արել։ Ես կարող եմ տարբեր հատվածներ հիշատակել, դեպի Սևան գնացող հատվածում, մասնավորապես դեպի Արմավիր գնացող հատվածում, դրանք են աշխատանքներն են, որոնք դեպի Աշտարակ գնացող հատվածում, ասենք այն հատվածները, որտեղ դուք կտեսնեք լոկալ լուծումներ, օրինակ շրջադարձի տեղի փոփոխություն, օրինակ երթևեկելի գծի ավելացում կարճ հատվածի վրա կամ օրինակ շրջանաձև երթևեկության կազմակերպում, այդ բոլորը իրականացվում են հաշվի առնելով անվտանգության կտորները եւ մասնավորապես ձեր ասած տրամաբանությունն է դրա հիմքում դրում։ Արել ենք, շարունակելու ենք անել եւ նաեւ ճանապարհների անվտանգության աուդիտ ենք իրականացնելու ամբողջ հանրապետության տարածքում պատկերը շատ ավելի մեզ համար բարձ դարձնելու ուղղությամբ։ Հարցեր չպատասխանել։ Ոչ։ Այդ դեպքում շնորհակալություն հավելությունների համար։ Ես եմ շնորհակալ, լավ աշխատանքային տարի բոլորիս, ինչպես պայմանավորվեցինք եւ ինչպես ասացի, մենք պատրաստ ենք մեր հիմնական խոշոր ենթակառուցվածքների ուղղությամբ 2026 թվականի ընթացքում մեդիա տուր կազմակերպել եւ կակնկալեմ, որ դուք ակտիվ մասնակցություն կունենաք, չնայած բազմաթիվ գործընկերներ նախորդ անգամ ակտիվ մասնակցություն են ունեցել, ինչի համար շնորհակալ եմ։